Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, մի շաբաթ կիրակի առավոտ պիտի երկար քնեմ, քանի որ ոչ աշխատանքային է, բայց այսօր կիրակի է, առավոտյան ժամը 6-ն է ու ինչպես տեսնում եք, ես երկար չեմ քնել։ Բազմաթիվ հետևորդներիս խնդրանքով մի հոլովակ ենք նկարելու այսօր առավոտ ծեքին, թե ինչ հոլովակ, հետևեք եւ շուտով կտեսնեք։ Գնացինք։ Todo. Ser mașunica. Pah. Ver, kim men khoti. Давай. Опа. Ժողովուրդ, այս գերանդի կտրող մասն է, այս պոչն է, վրաս մենք ասում ենք կոտ, այս էլ բռնակը։ Բարբառային տարբերակով բն փոխարինվել է պի ու տեռել բռնակ։ Այս էլ սրոցն է։ Ժողովուրդն մենք ենք մեր սարերում, որ ասում է հնձածդ խոտ չի, ես պատկերացնում եմ մի գյուղացու ես հոգնած շոքած վիճակում գնաս ասես հնձածդ խոտ չի, իրոք որ կինոյի նման երկու մատով թե չխեղտեն, ինչ ուզում եք ասեք, բայց ոնց գիտեք ամեն ինչ մեր մոտ սկսվում է այս խոտից, որովհետև հենց այս խոտն է, որ ամբողջ ձմեռը անասուններին կերակրում է ու ճիշտն ասած գյուղերում հավելյալ կերեր չենք տալիս։ Հիմնականում խոտն է ու արդեն դեր չթվարկեմ, որ պանիրը, կաթա, մածունա, թե հենց անասուններին են մորթում, ծախում։ Մի խոսքով գյուղացու աշխատանքը ամռանը ամենաթեժը այս խոտ հնձելու ու խոտը տեղավորելու գործն է։ Ժողովուրդ, մի տարի պապաս ստեղ չէր, տատիկ պապիկս սարին գնում են վաղտ, պապիկս սարից եկել էր, որ խոտ հնձի։ Դե արդեն մեծ մարդ ու քանի տարի է ընդհանրապես խոտ հնձով չի զբաղվել, եկել էր առավոտից իրիկուն հավեսի ինգել հնձել, իրիկունը եկել տուն շատ հոգնած ու այն որ ձեռը չի կարում նույնիսկ բարձրացնի, ասում էր գլուխս քոր ա գալի, ասում ինք քորի էլի, ասում էր կարում եմ որ քորեմ, հենց վեր այս գործը մենակ այսպես էկրանի հետևից նայելով է հեշտ, իրականում շատ դժվար է ժողովուրդ։ Գնանք լա շատատ թու շլորա զռռանդ թու Ես հնձելուց հետո եթե լավ արևալինը այսքան հաստ խոտը մի օրում կչորանա վաղը դե նոր այսօր լուսացել վաղը կեսօրին երևի արդեն կհավաքվի պիտի հավաքեն, պիտի տուկ կապեն ու պիտի տանեն ու տեղավորեն այդքան աշխատանքը խոտի հետ կապված
Ժողովուրդ այնտեղ էլ մի պապիկ աչքս առավ, որ այն պապիկն էլա ձեռքով հունձանում։ Իմիջայլոց ասեմ, էդ էլ իմանաք, գերանդին սրելու համար հատուկ աթոռու հատուկ գործիքներ կան, ուղղակի քիչ տեղեր հնձելու, մտածեցին, որ մենակ սրոցը հերիքա, դրա համար չբերեցին, կոչվում է չաքուչ զնդան, վայթեմ, աթոռի ծայրին երկաթ հա տեղադրված, ամուր երկաթ, որ գերանդի ենսուր մասը դնում են այդ երկաթին ու չաքուչով տալի։ Այդ այն դեպքում, երբ որ ասենք հնձելուց գերանդի բերանը քարի առնամ, ծռվում, քորանամ, այդպես ասում են նստենք գերանդին քաղենք։ Քաղելը այդ սրելուն է վերաբերում։ Ոյ, այն ինչքան քյոք եմ շողկում է։ Չէ, շորերից սավեր խոհեմ դրանյա։ Տեսեք այնտեղ տներից վերև արդ կա դեռ առանց հնձել։ Հա, կարելի արդ հնձիլել նկարա, ճիշտ է։ Մեր տղերքը հնձելով մտան փոսը, այնտեղ էլ այ որ խոտերը փոքր հավաքած է, ժողովուրդ, կոչվում է թեփյուլնի։ Հավաքում են այնպես, հետո բլյուլ են անում, մեծ, այդ թեփյուլներից են սարքում, ուղղակի մեծը։ Ով է հիշում ես։ Մի հատ փորձենք վերհիշենք, դնանք լեկ ստացվի։ Այսպես կրակում էինք։ Ում համար եկել անցել է, ում համար էլ եկել մնացել է այս ժամանակները։ Դժվարը հանգստի ժամին, դժվարը գործի ժամին նստելներ։ Օպա։ Փոխանակ հանգստանայինք, սկսում էինք սենց բաներով խաղանիլը։ Ձևս վրցնեմ։ Օպաս, խոնավադաշտ։ Տեսեք, էսա, օպա, էսա, ու ես երկուսն իրար հետ բռնում ենք, այսպես, ու կրակում։ Բա, Էս էլ խոտի իմ ասած բլուլները, բայց հիմա 1000-ից մեկ են, որ այսպես խոտը այսպես են տանում, հիմնականում տուկ են կապում, որ համ շատ հեշտ լինեն, իսկ այսպես տարած խոտին ասում են նասիբ։ Ով չի տեսել հետաքրքիր կնայի, ով էլ շատ չարչարվել է, ինձ թվում է ընդիան էլ դենը կգինա, որովհետև իսկապես սա մեծ չարչարանք է, մանավանդ ձեռքով, գերանդիով հունձանելը։ Հիմա հիմնականը մեխանիզացված է ու սաղ մեքենաներով են անում, բայց տեղեր կա, որ այ ոնց տեսակ էս տրակտորն տեղեր չի կարում հնձի, այդ թեք, ծորմուր տեղերը, բայց ամենալավ խոտն էլ հենց այդ տեղերում է լինում ու ափսոսում են, որ թողեն։ Ժամը նոր, ուրա, 7:51 է, 8 չկա, ու արդեն այսօրվա աշխատանքը պլանը կատարել են, կարանք գնանք տուն, մի բաժակ սուրճ խմենք ու հանգստանանք, հա ես էլ իրանց հետ էլի, գործն էլ չի հուհեշտ, Այս ուղիղ տեղերը հնձել են տրակտորով, ժողովուրդ, իսկ այ են թեք, ծոր, մուր, դե բարձր, ցածր տեղերը հնձում են ձեռքով, որովհետև տրակտորը շուռ կտան։ Ժողովուրդ, էդ լա հունձը։
Տների առաջին նկատեցինք, որ խոտ են հավաքում մարդիկ, էլի ձեռով, դե հունձից հետո էլ ինչ պիտի նկարվեր, խոտ հավաքելը։ Խոտ հավաքողի կողքն էլ դատարկ չեն գնում։ Գնանք միասին հովանանք, հետն էլ նկարվենք ու անցնենք մեր առօրյա գործերին։